Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք մեր կարծիքով ձեզ կհետաքրքրեն։ Եվ հարթակը, որ մենք ստեղծել ենք, դա նաև նրա համար է, որ եթե կան ռեստորաններ եւ խոհարարներ, որոնք կարող են ներկայացնել իրենց ռեստորանների կերակրացանկը կամ այդ կերակրացանկից որևէ կերակրատեսակ, համեցեք եւ այսօր հենց այդ օրն է։ Իմ հյուրն է Royal Yerevan ռեստորանի ավագ խոհարար Ալբերտ Անդրեասյանը։ Ողջույն Ալբերտ։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, դուք ո՞նց եք։ Լավ, շատ ուրախ եմ, որ մեր հրավերը չես մերժել, շատ ուրախ եմ, որ հնարավորություն ստեղծեցիր կամ ստեղծում ենք, որպեսզի ծանոթանանք մեր ռեստորաններում տիրող իրավիճակին, կերակրացանկին։ Նմանապես ուրախ եմ գտնվելու ձեզ մոտ, ձեզ հյուր։ Հիանալի, հիանալի։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեք, ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Սա շատ կարեւոր է։ Գնացինք, ինչ ենք պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք գառան լեզու։ Այսպես բանջարեղենով, գառան լեզու։ Բանջարեղենով, այո։ Բաղադրությունը մեզ հարկավոր է գազար, լոլիկ, սոխ, սխտոր եւ համեմ թարխում։ Հիանալի։ Իհարկե գառան լեզվի հետ միասին։ Եվ այս մասը ինչ է ենթադրում։ Երկրորդ ուտեստը պատրաստելու ենք թառապ սև ձկնկիթով։ Թառափը պատրաստելու ենք իր խավարտով, ձևավորման Այո, իհարկե, հարիր այդ խավարտներով։ Շատ լավ, սկսենք ինչով կարող եմ օգտակար լինել։ Գառան լեզվից ձեզ կխնդրեմ կտրատել սոխը, սխտորը, միջին այդ ես կկտրատեմ լեզուն։ Հիանալի, սոխը ինչ ձևով պիտի կտրատենք, կիսալուսնաձև կամ խորանարդաձև։ Խորանարդաձև եւ ցանկալի է մանր։ Հիանալի, հիանալի։ Կտրատում ենք մեջտեղից։ Գառան լեզուն նախորոք խաշված է։ Խաշված եւ մաքրված է։ Առանց աղ, առանց ինչ-որ համեմունքի։ Խաշել ենք եւ այն շերտը, այդ թաղանթը մաքրել ենք։ Հիանալի, հիանալի։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ արդեն նշել, որ ինչ որ պատրաստելու ենք այս կերակրատեսակները կարող եք դուք համտեսել, ճաշակել Royal Yerevan ռեստորանում։ Ալբերտ ջան, ընդհանրապես մեր խոհանոցում կան օգտագործվում են ենթամսամաթերքներ, այդ թվում գլուխ, լեզու, ուղեղ եւ այլն։ Շատ են օգտագործվում։ Այո, իհարկե ամենաճանաչված ենթամսամաթերքից ամենաճանաչված կերակրատեսակը այդ դաշվժիջն է, որը մենք այո, շատ հետաքրքիր է, որ մենք լեզվից կարող ենք պատրաստել մի կերակրատեսակ, որը նույնպես կարող է համալրել մեր ազգային խոհանոցի այդ ցանկը։ Իհարկե, մանավանդ որ լեզուն համարվում է դելիկատես։ Դելիկատես, այո, այո։ Իսկ թվում է այսքանը բավարար է, ես կտրատեմ գազարը մինչ այդ տապակի մեջ պիտի։ Այո, իհարկե։ Հիանալի, ես տաքացնեմ։ Օգտագործում ենք Բոյարսկոյե ապրանքանիշի հալած յուղը։ Ալբերտ ջան, բազում հաճախորդներ, բազում հյուրեր ենք ունենում, հատկապես վերջի տարիները դու զգում ես մեր ազգային խոհանոցի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է, չի փոխվել, ինչ-որ մի բան կա ընդառաջ դեպի զարգացում։ Իհարկե կա, այդ ամեն ինչը գալիս է առաջին հերթին խոհարարներից, հայ խոհարարներից, որ զարգացնում են հայկականը։ Այո։ Երկրորդը շատ մեծ դեր ունի տուրիստական գործակալությունները, որ աշխատում են այդպիսի խոհարարների հետ։ Այո, արդեն հենց հրամցնում են կամ առաջարկում են ազգային խոհանոցը։ Եվ իհարկե ոչ միայն Հայաստանում, հայկական խոհանոցը բոլոր աշխարհում արդեն մեծ ճանաչում ունի։ Իսկ ձկան հետ ինչ ենք անելու։ Ձուկը մենք պատրաստելու ենք գրիլի վրա, գրիլ թավայի վրա, հետը որպես խավարտ տալու ենք միդիա կրիվետկա, որպես ինքը բարձիկ է համարվում, ձևավորում։ Հիանալի, հիանալի։ Եվ ձևավորելու ենք սև խավիարով։ Սև խավիարով ձևավորելու ենք, ինքը իրենով։ Սոխարածը պիտի տապակվի նոր լցնենք, թե ավելացնենք սխտորը։
Ահա, հասկանալի է։ Սխտորը նույնպես մանր կտրտած։ Ես ենթադրում եմ, որ ենթամսամթերքը եւ հատկապես լեզուն, քանի որ ինքը ներսի մթերք է, որոշակի համային բան ունի, առանձնահատկություն եւ սխտորի հետ, որ մենք դնում ենք, չեզոքացնում ենք այն համը, որը մեր կարծիքով կարող է Իհարկե, եւ բացի այդ մենք ինչ-որ տարբեր համեմունքներ չենք օգտագործելու, օգտագործելու ենք սող, սխտոր, ասեցի գազարը ինչ-որ խավար տա արդեն իրանից ներկայացնում, սող ու սխտոր ենք օգտագործելու, ուրիշ ոչ մի համեմունք եւ աղ իհարկե։ Հիանալի։ Բույրը արդեն Ինքը իրանով շատ համեղ է, տապակած, իհարկե համը մի քանի անգամ ավելի լավն է դառնում։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ հիմա գազարը մենք տեղափոխենք այստեղ, դու սկսես այդ ձկան հետ զբաղվել, եթե որոշակի բան կվստահես նաև ես կզբաղվեմ, ես ինչ եմ անելու, հենց մի քիչ տապակվեց Հիմա այո, լեզուն ենք ավելացնելու, չէ, մի քիչ տապակվի, լեզուն ենք հետո գազարը, աղ ենք անելու, գազարն ենք ավելացնելու եւ վերջում մաքրած լոլիկ, իհարկե կարող են օգտագործել տոմատի մածուկ, բայց լոլիկով ավելի համեղ է ստացվում։ հիանալի։ Եվ վերջում որպես դեկոր Արդեն ձևավորված համար, հիանալի։ Ես իմացա իմ գործը։ Մինչ այդ ես ժամանակ չկորցնեմ, անցնեմ ձկանը, Այո։ ձուկը կտրում ենք մի քիչ թեքություն ենք տալիս իրան, որպեսզի մակերեսը լայնան, այո։ Հիանալի։ Սուխարասն արդեն վարդագույն վիճակում է։ Կարող ենք ավելացնել, այո, իհարկե, կարող ենք ավելացնել։ Ավելացնենք լեզուն։ Ձուկը թարմ վիճակում է, համեմում ենք ապխտած աղով, Ապխտած աղով։ այո, եւ ձիթապտղի յուղով։ Միայն մեր ինձ հուշի էստեղ ինչ պիտի անեմ։ Մի քիչ կեղևապատվի։ Հա, քիչ կեղևապատվի եւ ավելացնում ենք գազարը, վերջում ավելացնում ենք լոլիկը եւ աղը իհարկե։ Կեղևապատվելուց հետո։ Այո, ձուկը պատրաստում ենք գրիլի վրա մոտավորապես 250-ից 270 աստիճանի տակ։ Իսկ ջեռոցը հարկավոր է մեզ։ Ջեռոցը այո հարկավոր է, դնելու ենք վերջում ջեռոցը 180 աստիճանի տակ, 10 րոպե։ Մինչ այդ արդեն մենք խավարտը եւ այդ ձևավորման մնացած ատրիբուտները կպատրաստենք։ Ես ուզում եմ, որ մեր հերոստատիտողը իմանա, թե ինչ ասել է ստեյք։ Ստեյքը հենց միայն մսեղից չէ, որ պատրաստվում է, կոչվում է շերտ, այսինքն տավարի մսի շերտ, չգիտեմ, խոզի մսի, ձկան, Գառան, այո, գառան եւ այլն։ Ես միացնեմ ջեռոցը։ մինչ մեր ձուկը կպատրաստվի, նայենք ինչ վիճակում է։ Ինձ թվում է մի քիչ կարող ենք ջերմաստիճանը բարձրացնել, այո։ Մեզ պետք է որ լոլիկը լիովին հալվի մեջ։ Ահա, հասկանալի է, սոուս առաջան։ Այո։ Ձուկը մենք գիտենք, որ պահանջում է բարձր ջերմաստիճանի տակ արագ ջերմամշակում։ Այո։ Անմիջապես կերևապատվի, արդեն մեջը պատրաստ է։ Այդ ժամանակ բոլոր համերը մնում է իր մեջ, Այո։ եւ ավելի համով է լինում։ Մի քիչ սպասենք հավաքի ջերմությունը։ Մինչև այդ մենք կարող ենք տեսնել, թե ինչ է կատարվում լեզվի հետ։ Շոգ է հարվում է իր հյութով։ Չերի, մի քիչ լոլիկ չերի կտրենք մեջտեղից եւ կանաչի։ Մատուցման համար, համար, այո։ Մատուցման համար, հիանալի։ Չերին կտրենք։ Մեջտեղից երևի, Այո, մեջտեղից։ Եփելվա մոտավորապես մի 30 վայրկյանից 40-45 վայրկյան չերին։
Բավական է թե մի քանի հատ։ Մի քանի հատ կտրտենք։ Եվ համեմ ու թարխուն։ Թարխունը լավ ասոցացվում է գառան մսի հետ։ Այո, այո։ Եվ ոնց որ նշեցիք սոխը նույն կերպով էլ թարխունը չեզոքացնում է կողմնակի համերը։ Կողմնակի, քանի որ ենթամսամաթերք է։ Ես ձեզ խնդրեմ կանաչին կտրատել, որովհետև այստեղ ծուկ է։ Իսկ ես սկսեմ տապակել ծովամթերքը։ Այո։ Ծովամթերքի համար օգտագործում ենք ձիթապտղի յուղ։ Այո։ Լցրել եմ ես, ասեցի։ Արդեն լցրել ես, համեմել ես համել։ Համեմել ենք նույն աղով, ծխեցրած աղով, մի քիչ էլ լիմոն, լիմոնի հյութ։ Այո, դա էլ տաքացավ։ Ծովամթերքը նույնպես պատրաստվում է արագ ջերմամշակում ու բարձր ջերմամշակում է պահանջում։ Կեղևապատի եւ վերջ։ Եվ այստեղ մեր հերոսադիտողներին հիշեցնենք, որ երբ որ կհանդիպեք գրառումների մեջ այս կամ այն մթերքը պիտի ջեռոց դնել եւ այս ջերմաշրջանի տակ, հարկավոր է հավաքել այդ ջերմաշրջանը անպայման, որպեսզի անմիջապես process-ը, որը մենք արդեն տեխնոլոգիապես ենթադրել ենք, ընթանա, չի կարելի դնել սառը վիճակում, միացնել նոր բաներ։ Դրա համար մենք սպասում ենք, որ հավաքի այն ջերմաշրջանը, որի մեջ մենք ենթադրում ենք այդ թխման process-ը իրականանա։ Մինչ սա կտապակվի, ես պատրաստեմ ծովամթերքի համար աղցանը։ Աղցանի համար հարկավոր է 1000 չերի լոլիկ եւ լայմ։ Հիանալի, դու պատրաստի ես արդեն այստեղ կնայեմ։ Ջերմաստիճանն արդեն հավաքվեց, 10 րոպե դրել ենք։ Սա գնաց։ 1000-ը կտրտում ենք մեծ, խոշոր։ Ավելացնում ենք լայմ։ Եվ մի քանի հատ չերի լոլիկ։ Սա էլ որպես աղցան։ Այո, ծովամթերքը խառնելու ենք աղցանի հետ։ Ահա։ Եվ ինքը ծառայելու է որպես բարձիկ մեր ստեյքի համար։ Հիանալի։ Եվ որպես խավարդ, եւ որպես թարմ, այսպես բանջարեղեն, եւ որպես բարձ, որ հանգիստ ննջի։ Եվ ավելի հեշտ մարսվող է։ Այո։ Հեշտ մարսվող կերակուր է։ Վերջում ձևավորելու ենք նարինջի կեղևով, այո, եւ մի աննշան հյութ մեր աղցանի։ Հիանալի։ Հարգելի երեսադիտողներ, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ այն կերակրատեսակները, որ հիմա պատրաստում ենք, դուք կարող եք ճաշակել Royal Yerevan ռեստորանում եւ ձեզ հյուրընկալությամբ իր կդիմավորի մեր լավ գործընկեր Ալբերտ Անդրեսյանը։ Ինչ է ասում այս սուլոցը։ Ասում է, որ ես պատրաստ եմ արդեն։ Պատրաստ է, ծովամթերքն էլ է պատրաստ, վերցնում ենք գազի վրայից։ Ամեն ինչ համարյա պատրաստ է։ Լեզուն։ Լեզուն էլ է ինձ թվում է պատրաստ, ավելացնենք լոլիկը, վերջում կանաչին։ Լոլիկը մեզ պետք է շոկ է խաշվի մոտ 40-50 վայրկյան, շատ պետք չէ։ Այո։ Իսկ ես ծկանը անդրադառնամ, ծովամթերքը լցնում ենք մեր նախապես պատրաստած աղցանի մեջ։ Երկու գտալով, եթե ավելի հարմար է խառնել, այո։ Կանաչին լցնենք, մատուցենք մի քիչ խորը ափսեի մեջ, որովհետև ինքը պարունակում է հյութ։ այո։ Իսկ ձուկը արդեն կմատուցենք կլոր ափսեի մեջ, տափակ։
Մենք Ալբերտ ջան, հիանալի հիանալի է, ինձ թվում է բավարար է, կարող ենք անջատել։ անջատեցի արդեն։ Սա էլ էսպես։ Մենք ձուկը մատուցում ենք մալինայի սոուսով, նախապես պատրաստված։ Ուղղակի սա ձևավորման համար է, հնարավոր է ուրիշ մրգային սոուս լինի կամ թույլ կծու քաղցր համադրությամբ, այո։ Հիանալի։ Թարմ, համեղ եւ փափուկ բարձիկ։ Այո, եւ ախորժալի։ Այո։ Բարձիկի վրա դնում ենք ձուկը։ Քերիչով անցկացնում ենք մեր նարինջը։ Սև խավիարը մենք օգտագործել ենք բարձիկի համար միդիաներ, միդիայի կաղապարի մեջ ուղղակի սիրուն ստացվելու համար։ Մատուցում ենք այսպես։ Համել Համել ուտենք էլի։ եւ մի հատ նանայի տերև։ Հիանալի։ Խնդրեմ, սա էլ Անցնենք գարան լեզվին, լեզվին։ այո։ Փորձում ենք գազարը լցնել տակը լեզուն, ուղղակի էսթետիկական տեսքի համար ինչ-որ ուրիշ նշանակություն չունի։ Շատ լավ։ Ես հիշեցնեմ, որ գարան լեզուն նախորդ խաշված էր, մենք սոխարած արեցինք, սոխարածից հետո գարան լեզուն մի քիչ ճոգի արեցինք սոխարածի հետ, սխտորի հետ միասին բնականաբար սոխարածի, քանի որ ենթամս համաթերք է, այնուհետև ավելացրինք գազարը եւ լոլիկը, որպեսզի հյութ առաջանա եւ ունեցանք այսպիսի մի հետաքրքիր կերակրատեսակ, որը կարելի է մատուցել որպես տագնախուտեստ, որը կարելի է նույնիսկ հիմնական կերակուր։ Այո, ինչու՞ չէ, հիմնական կերակուր, որովհետև ինքը հագեցնող է, գարան միսը ինքն իրանով հագեցնող։ Եվ նաև շատ լավ, շատ համեղ, շատ օգտակար կերակրատեսակ է։ Ապրես դու, Ալբերտ ջան, շատ շնորհակալություն եւ ուզում եմ, եթե դու ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին, խնդրեմ ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին։ Իմ ցանկությունն է ընդհանրապես բոլոր հայությանը, բոլոր մեր հեռուստադիտողներին կնայեն, չեն նայի, ով որտեղ կնայի ոնց, սնվեն հայկական մթերքներով, սնվեն ավելի շատ պարզ մթերքներով ու լինեն առողջ, օգտագործեն հայկական ծագումով ապրանքներ, չգիտեմ, թող առողջ լինեն։ Ապրես դու, բարեկամներ, տեսեք, յուրաքանչյուր լուրջ խոհարար միշտ նշում է կերակրատեսակների պարզ լինելը։ Պարզ դա չի նշանակում, որ այսպես գնի հետ կապված կամ պարզ, որպեսզի մենք կարողանանք սնվենք եւ առողջ լինենք։ Ուզում եմ ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ալբերտին եւ հիշեցնել բարեկամներ, այս կերակրատեսակները կարող եք ճաշակել Royal Երևան ռեստորանում Ալբերտ Անդրեսյանի կատարմամբ։ Պարոն Մամուլյան, մենք էլ ձեզանից ենք շնորհակալ, որ հրավիրեցիք մեզ, հույսով եմ առաջինն վերջինը չի լինի, եւ մեր ռեստորանի կողմից ձեզ նվիրում ենք անվանական գինի
Հիանալի, սա կլրացնի իմ հավաքածուն, ապրես դու շատ Դուք շնորհակալ էլ մեծ սիրով համեցեք մեզ մոտ, ուրախ կլինենք մեր մոտ տեսնելու ձեզ։ Շնորհակալություն։ Ձեզ Եղբայր, շնորհակալություն։ Թառապ ծովամթերքով Թառապ 250 գրամ, միդիա 100 գրամ, մանրածովախեցգետին 100 գրամ, սև ձկնկիթ 3 գրամ, հազարի թերթիկ 3 գրամ, ձիթապտղի յուղ 5 գրամ, լայմ 1 հատ, չերի լոլիկ 7 գրամ, աղ ըստ ճաշակի, նարնջի կեղև ձևավորման համար։ Գարան լեզու Գարան լեզու 400 գրամ, գազար 300 գրամ, գլուխ սող 8 գրամ, սխտոր 1 գրամ, թարխուն և համեմ ըստ ճաշակի, աղ, յուղ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էինք պատրաստել ձեզ համար այսօր։ Ուզում եմ նշել, որ կերակրատեսակը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ սպիտակ անապակ գինով։ Բարեկամներ, իսկ մենք միշտ պիտի հիշենք ազգային արժեքների պահապանները մենք պիտի պահպանենք մեր ազգային արժեքները եւ տարածենք։ Լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։